Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների պարգևավճարների թեման վաղուց այլևս ֆինանսական չէ։ Այն դարձել է վստահության, արդարության, արժանապատվության խնդիր եւ սոցիալական անհավասարության ամենաաղմկոտ ցուցիչներից մեկը։ Վերջին տվյալներով Հայաստանի Հանրապետության նախարարները ստացել են 7, 8, 9 միլիոն դրամ պարգևավճար, իսկ վարչապետը 14 միլիոն դրամ պարգև։ Թվերը մեկ են, բայց դրանց շուրջ իրականությունը ծանր։ Հայաստանում միջին ամսական ամենաճոխ աշխատավարձը 280-ից 300 հազար դրամ է։ Սա նշանակում է, որ վարչապետի մեկ պարգևավճարը համարժեք է մոտ 4 տարվա միջին աշխատավարձի կամ մեկ քաղաքացու 48 ամսվա աշխատանքի։ Այլ կերպ ասած, այն ինչ վարչապետը ստացել է որպես պարգև միանգամից շարքային աշխատողը պետք է վաստակի 4 տարի առանց հիվանդանալու, առանց գործը կորցնելու, առանց մեկ օր ուշանալու։ Նախարարների 7-8 միլիոնը թոշակառուի կյանքի հաշվին Հայաստանում միջին թոշակը մոտ 50-ից 55 հազար դրամ է։ 7 միլիոն դրամը հավասար է մոտ 11 տարվա թոշակի մեկ մարդու համար կամ մոտ 130 ամսվա գոյատևման գումարի։ Այն, ինչ նախարարները ստացել են մեկ որոշման արդյունքում, թոշակառուն ստանում է մի ամբողջ կյանքի ընթացքում։ Գյուղի չափով պարգևավճար։ Հայաստանի մի շարք գյուղերում տարեկան համայնքային բյուջեն հազիվ է հասնում 20-ից 30 միլիոն դրամի։ Նիկոլ Փաշինյանը 14 միլիոն դրամը կարող է լինել մի գյուղի մեկ տարվա փողոցային լուսավորություն կամ ջրագծի վերանորոգում կամ դպրոցի տանիք կամ մանկապարտեզի ջեռուցում, բայց այդ գումարը դարձավ պարգև ոչ թե ծախս հպարտ քաղաքացու համար։ Լավ աշխատանքի որակավորումը։ Պարգևավճարների տրամադրությունը միշտ մեկն է՝ լավ աշխատանքի համար։ Բայց այստեղ հարցն անխուսափելի է։ Արդյոք լավ աշխատանք է, երբ աղքատության շեմին ապրում են հազարավոր ընտանիքներ։ Արդյոք լավ աշխատանք է, երբ երիտասարդը մտածում է արտագաղթի ոչ թե ապագայի մասին։ Արդյոք լավ աշխատանք է, երբ գյուղերը դատարկվում են, իսկ քաղաքներում մարդիկ վարկով են ապրում։ Այս դեպքում պարգևը դառնում է ինքնապարգևատրում։ Պարգևավճարների բարոյական գինը։ 2024 թվականի տվյալներով աղքատությունը մեր երկրում կազմում է 21.7%։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 4-րդ, 5-րդ հայաստանցի ունի արժանապատիվ ապրելակերպի նվազագույն պահանջները։ Սա նախանձի հարց չէ, սա հաշվարկի հարց է։ Երբ մեկ խրախուսումը հավասար է մյուսի կյանքի տարիներին, սոցիալական եւ քաղաքական պայմանագիրը կոտրվում է։ Եվ պետք է վերջում արձանագրենք, որ այս պահին պետությունը այլևս չի խոսում ժողովրդի անունից, այն խոսում է միայն իր համար։ Թվային համեմատություններ նկատելի համատեքստում։ Միջին ամսական աշխատավարձը 280-ից 300 հազար դրամ է։ Նախարարի պարգևավճարը 7-ից 8 միլիոն։ Համեմատության համար 26-ից 28 ամսվա միջին աշխատավարձի է հավասար։ Միջին կենսաթոշակը հավասար է 49-ից 51 հազար դրամի։ Համեմատության համար ասենք, որ 7 միլիոն պարգևավճարը հավասարազոր է 140-ից 143 ամսվա կենսաթոշակի 11-ից 12 տարվա ընթացքում։ Աղքատության մակարդակը 2023 թվականին կազմել է 23.7%, յուրաքանչյուր 4-րդ մարդն ապրում է ըստ պաշտոնական տվյալների աղքատության մեջ։ Աղքատության մակարդակը 2024 թվականին կազմել է 21.7%, յուրաքանչյուր 5-րդ մարդն ապրում է աղքատության մեջ։